Շաբաթվա գլխավոր լուրերն Armenia Today-ից։ Բաքվում երկարատև, ինչպես նաև ցմահ ազատազրկման են դատապարտել Արցախի 7 առաջնորդի և նրանց շինծ ու գործով անցնող գերիներին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստացել են Զայեդ մարդկային եղբայրության մրցանակը։ Բաքվից հայտնել են մինչև հունիս խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորության մասին։ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը հայտնել է, որ սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտին։ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով ուղարկված հացահատիկը հասել է Հայաստան։ Նախագահականի դիմաց քաղաքացիները Վահագն Խաչատուրյանից պահանջել են հրապարակային ներողություն խնդրել Ադրբեջանի նախագահին շնորհակալություն հայտնելու համար։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի ազգային ժողովի կայանալիք ընտրություններին Մոսկվայի միջամտության և Եվրամիությունից օգնություն խնդրելու կոչերը տարօրինակ են։ Ռոսիա տոնավաճառի առևտրականները գործադուլ ու բողոքի ակցիա են արել։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունից մինչ այսօր 58 աշխատակից է հեռացվել։ Արամ Առաջինը Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցով դիմել է ԱՄՆ փոխնախագահին։ Ֆիրդուսի բնակիչներն ակցիա են իրականացրել գերակա շահի մասին օրենքի փոփոխության դեմ։ Արշակ arczepiskopos Խաչատրյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է։ Ալեն Սիմոնյանը դատի է տվել Ռոբերտ Քոչարյանին ասուլիսին հնչեցրած արտահայտությունների համար։ Իրանի սահմանն ապօրինի հատելու համար Հայաստանում Բանգլադեշի 7 քաղաքացի է կալանավորվել։ Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմը 2 Գրեմմի մրցանակի է արժանացել։